Սիրելի հայրենակիցներ, արդեն շուրջ 9 ամիս է Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ։ Միակ բանը, որից վախենում է Նիկոլ Փաշինյանը, դա այն է, որ կորցնելու է իշխանություն։ Սամվել Կարապետյանը, ես վստահ ասում եմ, լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը, լինելու է ուժեղ վարչապետ եւ ունենալու ենք ուժեղ պետություն։ Սրանից է վախենում իշխող ուժը, այդ իսկ պատճառով շուրջ 9 ամիս ապօրինի անազատության մեջ են պահում Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը ինքը տնտեսական գործիչ է, արդեն իսկ ներկայացրել է իր տնտեսական 5 քայլերը, որոնք հնարավորություն են տալու Հայաստանին դուրս գալու այս ճահիճ վիճակից, որը մենք ունենք այսօր։ Շատ է խոսվում ժողովրդավարության մասին, ինքնիշխանության մասին, սակայն Հայաստանը երևի այսքան կախվածություն չի ունեցել օտարերկրյա թշնամաբար տրամադրված երկրներից, քան այսօր։ Շատ է խոսվում ժողովրդավարությունից, բայց երևի մամուլը այսքան ճնշումների չի ենթարկվել վերջին 30 տարիների ընթացքում, քան մենք տեսնում ենք այս 2-3 տարիների մեջ։ Այսինքն լինելով լրագրող, Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին թիրախավորում է հենց լրագրողներին։ Երեկվա ազգային ժողովում ԿՊ-ի պատգամավորներից մեկի ելույթը, որ երբ որ գերատեսչությունը ինչ-որ տեղեկատվություն է հրապարակում, պետք է դրան հակընդդեմ այլ ինֆորմացիա լրատվամիջոցներով չհրապարակվի, եւս դրա փաստն է։ Ինչ եմ ուզում ասել եւ ինչով եմ ուզում եզրափակել։ Սամվել Կարապետյանը պետք է լինի ազատության մեջ, Սամվել Կարապետյանը պետք է լինի մեր հաջորդ վարչապետը, որպեսզի մենք կարողանանք այս խնդիրները լուծել։ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերականգնի իր հզորությունը, իր արժանապատվությունը եւ մենք թույլ չենք տալու, որ ինչ-որ փոքրիկ խմբակ ոտնձգությունների ենթարկի մեր ազատությունն ու մեր ինքնիշխանությունը։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանի Հանրապետությանը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։